Մասնագիտություն Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան, Facebook-յան էջերում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որը ձեզ նախ կմատուցի իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանը։ Դժվար է այսօր կյանքը պատկերացնել առանց հեռահաղորդակցման։ Ժամանակակից աշխարհ, որտեղ հեռահաղորդակցությունն այլևս սուրհանդակներն ու ազդանշանային խարույկները չեն, այլ գերժամանակակից ամենատարբեր սարքերը, խելացի լուծումները, տարաբնույթ ծառայությունները, որոնք զարգանում են անհավատալի արագությամբ, բերելով նորանոր լուծումներ ու հնարավորություններ։ Հեռահաղորդակցություն՝ գիտության խորհրդավոր աշխարհ, որ իր մեծ դերակատարումն ունի ամենատարբեր ոլորտներում։ Կապի արագ ապահովում եւ միավորում անկախ աշխարհագրական դիրքից, աջակցում հսկայական քանակությամբ տվյալների փոխանակմանը, ոլորտ, որ շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության աճի շարժիչ ուժը, եւ պարզապես չափազանց հետաքրքիր, գրավիչ ու խիստ արդիական մասնագիտություն։ Հեռահաղորդակցության բնագավառի բարձրակարգ մասնագետները ձեռք բերելով հիմնարար տեսական գիտելիքներ եւ ժամանակակից կիրառական հմտություններ, աշխատելով գիտության ու տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում, կուսումնասիրեն, կներկայացնեն, կկիրառեն առաջադեմ գաղափարներ, որոնք չափազանց անհրաժեշտ են քաղաքակրթության զարգացման եւ մարդկության բարեկեցության համար։ Իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական պրոցեսների մոդելավորման եւ ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ, հեռահաղորդակցություն մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հարոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հարոյան, առաջներում երևի նամակներ հիմնականում այդ հեռահաղորդակցության միջոցը շատ առաջ, հա, նամակներ, դե իմ գործընկերը ասեց, չգիտեմ, լեռների վրա խարույկ էին վառում, այդպես ազդանշաններ էին տալիս, հետո իհարկե երևի այս մոտ ժամանակներս հեռագիրներ, որ այսպես արագ հեռահաղորդակցություն էր ապահովում, բայց հիմա նայում ես այնքան միջոցներ կան, ասենք հետո դառավ այդ ռադիոկապը, չէ, հա, նույնիսկ սիրողներ կային, որ զբաղվում էին դրանով եւ այլն։ Հիմա արդեն, չգիտեմ, կապի այնքան ձևեր կան, նախ այդ արբանյակները կան, որ էլի կապի միջոց են, չէ, կապի արբանյակներ կան։ Հետո այս համացանցը, որ կա, այսինքն այս ամենը ու այնքան բազմաճյուղ է, որ հիմա որ ասենք հեռահաղորդակցություն, երևի, չգիտեմ, երևի բազմաթիվ ձևեր կան, չէ, հեռահաղորդակցության, որ այսպես նայենք։ Այո, իհարկե։ Ընդհանրապես հեռահաղորդակցություն ասելով գուցե սահմանում տանք մի փոքր հասկանանք ինչի նկատի ունենք։ Ըստ էության մենք նկատի ունենք տվյալների փոխանցում ինչ որ մի կետից մեկ այլ կետ կամ մի կետից մի քանի կետեր, բազմաթիվ կետեր։ Ընդ որում այսօր այդ կետերը կարող են եւ շատ մոտ գտնվել, ինչպիսին է քարտային վճարման համակարգը, որոնք շատ մոտ պետք լինեն, եւ կարող են ահռելի մեծ հեռավորությունների վրա գտնվել, չգիտեմ, Հայաստանից Միացյալ Նահանգներ խոսենք, ել չեմ ասում հեռավոր արբանյակների հետ կապի մասին։ Այսինքն ըստ էության հեռահաղորդակցությունը դա կապի իրականացման սկզբունքները մշակող մի հատ ոլորտ է, որտեղ անհրաժեշտ է հաշվի առնել են բոլոր խանգարող եւ խոչընդոտող իրավիճակները եւ ապահովել այնպիսի կապ, որ ինֆորմացիայի կորուստ տեղի չունենա։ Հիմնական խնդիրը դա է։ Կարծես թե այս համացանցը, որ արդեն գոյություն ունի, այս մնացած բոլոր ձևերը ինչ որտեղ չեմ ասի ավելորդ են, գուցե ինչ որ պետք են, բայց արդյոք չեն նահանջում, այդ մնում է մի ձև կարծես, թե չէ, թե ես սխալվում եմ։ Ձևը գուցե ինչ որ մի բան, ինչ որ, չգիտեմ, հիմա հեռուստացույց նայողները գուցե քչացել են կամ ռադիո լսողները անմիջապես ռադիո ընդունիչով քչացել են, բայց մարդկությունը կարծում միշտ է պահանջ ունի ինֆորմացիայի փոխանակման եւ մի տեսակից մյուս տեսակ նույն հեռուստատեսությունը ռադիոն հիմա ասենք լսում ու դիտում են համացանցով։ Այո։ Չէ, հա, այսպես նայենք, այսինքն այդ ձևը հաղորդակցության կարծես թե փոխվում է, այսինքն այն մնացած ձևերը կարծես նահանջում են, երևի դա դառնում է ամենապրակտիկը, չգիտեմ, ամենապարզը, ամենաարագը, թե ես սխալվում եմ։ Չէ, ճիշտ եք ասում, առավել եւս, որ այսօր այդ ձեր ասած համացանց արդեն մեր գրպանում է։ Եվ մենք ցանկացած տեղում, ցանկացած բայի հանում ենք մեր հեռախոսները եւ
իմանում ենք ինչ է տեղ ունենում համացանցի միջոցով։ Դա երևի պայմանավորված է մարդկության շարժունակության մեծացմամբ, պահանջների ավելացմամբ, հա, որտեղ դե ստատիկ նստել հեռուստացույց նայել այլևս մարդիկ ժամանակ շատ չունեն եւ արագ ինֆորմացիա փոխանակում պետք է տեղ ունենա եւ իրականում ձևերը զարգանում են, փոխվում են, անգամ ասենք հաջորդ սերնդի ցանցերում ենթադրում են, որ արդեն իսկ այդ սարքերից էլ գուցե հրաժարվեն եւ ինչ որ հարակից սարքեր լինեն, գուցե ակնոցի նման, որը փոխենք եւ մի պա դառնա հեռուստացույց, մի պա դառնա ակնոց, կամ ինչ որ տեսել ենք ֆիլմերում, հատկապես այն դետեկտիվ եւ այլն, ասենք, որ կապ ունի լրտեսության հետ, հիմա չգիտեի որքանով են դրանք իրական, գուցե եւ կան ինչ որ նմուշներ, բայց իսկապես ապագան դա այդ նմուշները կդառնան երևի համընդհանուր օգտագործման առարկաներ։ Այո, արդեն կան նախնական հետազոտության արդյունքներ եւ շուտով առևտրայնացման գործընթացներ կսկսվեն եւ կարծում մենք դա կտեսնենք մոտ ապագայում, թե ինչպես է էապես փոխվում հեռահաղորդակցական համակարգերը եւ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, հեռահաղորդակցությունը միայն մարդկանց մեջ ինֆորմացիա փոխանակում էր դիտվում, իսկ այժմ արդեն կարծես թե մարդն էլ է երկրորդային դիրքում հայտնվում, սկսում են իրար հետ խոսել սարքերը, մեխանիզմները, ռոբոտները եւ այդ ամեն ինչը նաեւ հեռահաղորդակցության միջոցով է իրականացվելու։ Այնպես որ փոփոխվելու է, այո, փոփոխվելու է արագ եւ ինչպես եւ վերջի տարիներին մենք տեսնում ենք ինչ արագ ընթաց փոփոխություններ են տեղ ունենում, կարծում եմ դինամիկան շարունակվելու է եւ մոտ ապագայում մենք կարող է շատ ցնցող բաների ականատես լինենք։ Դե ես մտածում եմ, որ իհարկե այստեղ բնագավառներ կան, որ անվտանգությունն է շատ կարևոր, այս առումով գուցե ինչ որ ձևեր լինեն այլ, չգիտեմ, ռադիոկապի եւ այլնի, որ մարդիկ այսպես չգիտեմ այդ համացանցը որքանով է անվտանգ։ Այս առումով երևի էլի ուղղություններ կլինեն, ենթադրում եմ։ Իհարկե, այստեղ ճիշտ եք նշում, անվտանգության խնդիրը առաջնային է դառնում եւ անվտանգային համակարգերի տարբեր մակարդակներում մշակման անհրաժեշտություն կա, դա եւ անմիջապես ֆիզիկական մակարդակում, այսինքն սարքի մակարդակով անվտանգություն ապահովելն է եւ նաեւ ծրագրային ինչ որ մեթոդներով անվտանգություն ապահովելն է, որովհետեւ տեսեք նույն հեռահաղորդակցությունը այսօր մտել է ֆինանսական ոլորտ, բանկային ոլորտ, որտեղ ահռելի գումարներով մենք տանը նստած մեր բջջային հեռախոսով կարողանում ենք գումարների տեղաշարժ ապահովել եւ դա պահանջում է իհարկե շատ մեծ անվտանգության ապահովում եւ մարտահրավերներից մեկը նաեւ դա է այսօրվա, որովհետեւ դե բնական է, որտեղ կա արագ գումար վաստակելու ճանապարհ, մարդիկ փորձում են ինչ որ զարթողի ճանապարհներով տիրանալ ուրիշների գումարներին եւ այդ անվտանգության խնդիրը իրոք այսօր շատ ակտուալ է եւ տարբեր մակարդակներում այդ անվտանգության ապահովելու կարիքը իհարկե կա եւ աշխատում են այդ ուղղությամբ եւ տարբեր մեթոդներ են մշակում, այնպես որ այո, այդ ոլորտում անելիք կա, անում են եւ կարծում եմ շատ բան կարվի։ Պարոն Հարոյան, հիմա այս այնքան արագ է ամեն ինչ զարգանում, որ ես կարծում եմ այստեղ ուսուցման հարցում, ասենք մասնավոր ձեռքբերման, էլի խնդիր կա, որ հիմա ուսուցումը պիտի անընդհատ կարծես թե փոխվի, որտեղ դուք եք ասում նոր ձևեր, նոր սարքեր եւ այլն։ Հիմա դա խնդիր չի, որտեղ ասենք թե մենք, չգիտեմ, հիմա դուք ընդունվում է ուսանողը, դուք ասացիք, որ արդեն երկրորդ կուրսից չէ, կարող են ընտրել եւ ինչ են սովորում, ասենք, չգիտեմ, կարող է սովորում են մի բան, որ կարող է հնանում է արդեն, չգիտեմ, ինչեւ ավարտեն հնանա եւ այլն, այդպես չի։ Այդ վտանգը կա եւ մենք պարբերաբար բնականաբար թարմացնում ենք կրթական ծրագրերը։ Ինչու է նպատակահարմար գտնվել, որ երկրորդ կուրսի վերջում որոշեն այդ ուղղությունը ընտրել, որովհետեւ նախ եւ առաջ ցանկացած մասնագիտության համար անհրաժեշտ է ինչ-որ ֆունդամենտ պատրաստել, որ կարողանա ընտրի իր ուղղությունը եւ այդ առաջի 2 տարին կարծես թե այդ ֆունդամենտի պատրաստման գործընթացն է գնում, որի ընթացքում ուսանողը ծանոթանալով տարբեր առարկաների արդեն ավելի հստակ փորձում է կողմնորոշվել ինքը որտեղ է իրեն տեսնում հեռահաղորդակցության ոլորտում կամ ռադիոֆիզիկայի այլ ճյուղերում կամ ֆիզիկայի այլ ճյուղերում, հա։
Եվ ահա հետաքրքիր բան ասեմ, որ ենթադրենք առաջի կուրսում ուսանողը ընդունվել է եւ 4-րդ կուրսում պիտի ընտրի հեռահաղորդակցություն մասնակցությունը եւ ասենք թե 4-րդ կուրսում կա մի առարկա, որը նվիրված է բջջային կապին։ Եվ ստացվել է, որ իմ հետ դա ստացվել է, տեղի ունեցել, որ առաջի կուրսում պլանավորել ենք, չգիտեմ, երկրորդ սերնդի ցանցերի մասին խոսել, բայց մինչև ուսանողները հասել են 4-րդ կուրս, արդեն 3-րդ սերնդի ցանցն է մուտք գործել եւ դու պարտավոր ես հետևես այդ ընթացքին եւ վերափոխես քո ծրագիրը, ադապտացնես ժամանակի պահանջին, որ շուկային պատրաստ մասնակետ ձևավորես։ Եվ այդ խնդիրը այո մենք ունենք եւ բարբերաբար թարմացնում ենք մեր կրթական ծրագրերը, հրավիրում ենք ոլորտի լավագույն մասնակիցներին, որ այս պահի ունեցած պահանջները բավարարվի եւ կրթական ծրագրում ներառվեն այդ արտիական եւ մեթոդները եւ խնդիրները, որոնք պետք է լուծվեն։ Հիմա որ այսպես ուղղակի որ բջջային կապը եւ այլն որ դառնում է կարծես հիմնական է համացանցը եւ այլն, հիմա այս ռադիոֆիզիկներ են պետք թե ծրագրավորողներ։ Ես այսպես ինչ որտեղ չեմ պատկերացնում, ասենք այստեղ ռադիոֆիզիկն է կարևոր, թե ծրագրավորումը, կոդերը եւ այլն։ Այսինքն ինչ այս առումով ինչի վրա պիտի ուշադրություն դարձնել։ Իրականում երկուսն էլ պետք են։ Երկուսն։ Յուրաքանչյուրը իր գործառույթն ունի։ Ռադիոֆիզիկները ավելի շատ սարքավորումների մակարդակով են ապահովում այդ ցանցերի իրականացումը։ Այդ անգլերեն տերմին կա կոչվում է hardware engineer։ Իսկ ծրագրավորողները արդեն այդ կոշտ սկավառակների կամ մայր պլատաների կամ պրոցեսորների վրա արդեն տեղադրում են համապատասխան ծրագրերը, որոնք ամբողջական են դարձնում համակարգը եւ թույլ են տալիս հասարակ օգտագործողին օգտվել թե հեռախոսից, թե համակարգից, թե այլ հեռահաղորդակցական համակարգից։ Այսօր դժվար է պատկերացնել երևի որակյալ մասնակետ, ով չի տիրապետում ծրագրավորման ինչ-որ հմտությունների, որովհետև այնքան են մոտեցել այս երկու դիսցիպլինները իրար եւ այնքան փոխկապակցված են, որ մեկը մյուսից տարանջատել, եթե ամբողջական համակարգի կոնտեքստով ենք նայում, շատ դժվար է։ Մեկը մյուսին փոխ լրացնելով խնդիրներ են լուծում։ Այսինքն այստեղ ուսուցումը պիտի երևի հա զուգահեռ գնա, երևի նայել պիտի սովորեն, նայել ինչ որ առումով, հա, եւ ծրագրավորում եւ այո, եւ հենց այդ պատճառով մեր կրթական ծրագրերում մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում եւ ծրագրավորման լեզուներին եւ նաեւ այն ծրագրային փաթեթներին, որոնք կարող են օգտագործել ինժեներ հետազոտողները ինչ որ արդյունքներ ստանալու համար։ Այդ երկու ուղղությունների վրա մենք այո մեծ ուշադրություն ենք դարձնում, որ վերջի կրթության իմաստը որն է, որ պատրաստենք մասնակետ, որը կարող է մուտք գործել կազմակերպություն եւ պիտանի լինել եւ աշխատունակ լինել։ Եվ մենք փորձում ենք կազմակերպել դա լավագույնս, որ այդ շեմը հաղթահարման հնարավորինս հեշտ լինի մեր շրջանավարտի համար։ Հիմա այս ասենք որ ընդունվում են Հիմա եթե իրենք ընդունվում են, որտեղ են ընդունվում, որ ասենք երկրորդ կուրսից կարողանան ընտրել, այսինքն ֆիզիկայի ֆակուլտետ, ռադիո, որտեղ են ընդունվում հիմնականում։ Իրականում ԵՊՀ-ն հիմա ունի ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ տարբեր կրթական ծրագրերով ընդունելություն է տեղ ունենում։ Հեռահաղորդակցություն կարող են ընտրել ռադիոֆիզիկա եւ համակարգչային տեխնոլոգիաներ ուղղությունը ընտրած ուսանողները, այո։ Եվ ես ուրախությամբ կարող եմ նշել, որ վերջի տարիներին մենք բավական մեծ հոսք ունենք ուսանողների, դա եւ ոլորտի զարգացումով է պայմանավորված եւ նաեւ ինչ որ առումով պետական հոգատարության արդյունք է, որովհետեւ վերջի մի քանի տարվա ընթացքում պետությունը որոշել է, որ մեզ պետք են այդպիսի մասնակիցներ եւ տարկետման հնարավորություն է տալիս առավել բարձր միավորներ ունեցող դիմորդներին, որ կարողանան շարունակական կրթություն ունենան, ավարտեն բակալավրիատ, մագիստրատուրա եւ իրենց ներուժը օգտագործեն այդ ոլորտի զարգացմանը։ Դե սա կարծում եմ նաեւ իհարկե բոլոր ճյուղերում այսօր դրա կարիքը կա, որտեվ բոլոր ճյուղերը կարծես այդ հեռահաղորդակցության կարիքը ունեն, չէ՞, հա, բոլորն էլ օգտվում են, չգիտեմ, Wi-Fi-ից սկսած, չէ՞ որ նայում եք, հա։
Այսինքն երևի այդ մասնագետը պիտի տիրապետի նաև այդ ամենին, որ կարողանա ամենտեղ, ասենք, այսինքն ես միշտ հարցնում եմ, թե որտեղ կարող են աշխատել, բայց այսօր նայում եմ, որ բոլոր ճյուղերը դրա կարիքը ունեն ու կարծես թե բոլոր ճյուղերում էլ կարող են աշխատել, հա, այսպես։ Իհարկե, հիմնական այն հեռահաղորդակցության, ասենք, ընկերությունները, Ucom, ասենք, Mobile եւ այլն, որ կան, չէ, Հայաստանում երևի հիմնականը այդտեղ չէ, ենթադրում եմ, հա, այո, բայց նաև յուրաքանչյուր հիմնարկ սկաց ռադիոյից, հեռուստատեսությունից դրա կարիքը ունի, այսպես նայենք։ Բնականաբար, Նաև յուրաքանչյուր, ասենք, կապ չունեց, ասենք, առաջին հայացքից, որ, ասենք, դե ռադիո հեռուստատեսությունը բացահայտ հեռահաղորդակցություն է, բայց ասենք, չգիտեմ, որևէ նախարարություն եւ այլն բոլորն էլ այդ հեռահաղորդակցության կարիք այսօր ունեն, էլի որ նա։ Անշուշտ։ Եվ մեր վիճակագրությունը շրջանավարտների աշխատանքի գնալու շատ հետաքրքիր բան է ցույց տալիս, որ մեր շրջանավարտները շատ բազմազան ճյուղերում են կարողանում աշխատանք գտնել։ Իհարկե ձեր ասած բուն հեռահաղորդակցությամբ եւ դրա զարգացմամբ զբաղվող կազմակերպությունները միանշանակ այդպեսին պիտի լինեն, բայց մենք ունենք շատ շրջանավարտներ, որոնք աշխատում են բանկային համակարգում, ցանցային անվտանգություն ապահովելու եւ նաեւ այդ mobile application կոչվածների իրականացման եւ այլն այդ ոլորտում շատ պահանջված ոլորտ կա, դա մեր ռազմարտունաբերության ոլորտում բնականաբար այդ մասնակիցների կարիքը նույնպես կա եւ որակյալ մասնակիցների կարիք կա։ Դե հիմա անգամ շինարարության մեջ այսօր ռազմական ոլորտում որ նայում ենք այսօր այդ պայքարը դրանով է առաջնային գնում։ Բաներն են, չէ՞։ Անօթաչուներ, դրանց դեմ պայքարի մեթոդներ, հեռահաղորդակցության պտուղ են ինչ որ եթե հեռակառավարման ինքնուրույն կողմնորոշվող, ինքնակառավարվող, ռադիո ճառագայթներով կառավարվող կամ ինքնուրույն ինչ որ ծրագրային փաթեթով կառավարվող, բնականաբար եւ դրա պայքարի մեթոդներ պետք է ունենան, որը էլի հեռահաղորդակցական խնդիրներ են եւ այսօր այդ նույն ռազմական թաթերաբեմերը, այսպես ասենք, սկսվում են հեռահաղորդակցական տեխնիկաների կիրառումից։ Այսօր շատ քիչ է զինվորը զինվորի դեմ կանգնում եւ դա ավելի դինամիկ զարգացման անհրաժեշտություն ունի եւ մեր երկրում առավել եւս։ Այ հետաքրքիր է, որ երկրորդ կուրսից ընտրում են, բայց կա նաեւ մագիստրոսական ծրագիր, չէ, ասենք, որ ավարտեցին, կարող են շարունակել, բայց ասենք հաճախ լինում է, որ մարդիկ որոշում են մասնագիտությունը փոխել, բայց չգիտեմ, հիմք երևի պիտի լինի, որտեվ ես չեմ կարծում, որ չգիտեմ, բանասերը գա ու անցնի այդ մագիստրոսական ծրագիրը եւ այլն, չնայած օրենքը չի արգելում։ Այ հետաքրքիր է, ձեզ մոտ գալիս են ուրիշ տեղերից, թե չէ, հա, եւ գալիս են եւ գնում են։ Հա, որտեվ դե մարդը Գուցե ինչ որ նախասիրության փոփոխություն տեղ ունենա եւ ընտրի, գալիս են որպես կանոն հարակից մասնակցություններից կամ բուհերից, գիտեմ, պոլիտեխնիկից ունենք ուսանողներ, սլավոնականից չեմ հիշում ունեցել ենք թե չէ, այլ հարակից ֆիզիկա ավարտածը, որը որոշել է, որ պիտի հեռահաղորդակցությամբ զբաղվի, գալիս է տարբեր ուսանողներ ունենք, որոնք ավարտեն լրիվ այլ մասնագիտությամբ, մեկ ուսանող ունենք, ոնց որը միջազգային հարաբերություններ էր ավարտել, բայց այդ ոլորտում աշխատել էր երկար տարիներ եւ որոշել էր ավելի ֆունդամենտալ դարձնել իր գիտելիքները, որոշել էր գալ մեր մոտ։ Այնպես որ այո, բազմազանություն կա, բայց որպես կանոն հիմնականում հարակից, հա, որովհետեւ շատ դժվար է այդ չունենալով հիմքը շարունակել ավելի խորը մասնագիտական կրթություն։ Պարոն Հարոյան, այդ պրակտիկան, ես միշտ նայում եմ, որ հաճախ, ասենք, մեզ այն խորհրդային եւ հետխորհրդային որոշ ժամանակների, ասենք, բուհերին, ասենք, մեղադրում էին այն առումով, ասում էին, որ հաճախ փայլուն գիտելիքներ են տալիս, բայց պրակտիկ չեն այդ մասնագետները, որտեվ թեորիան այլ բան է, իմանալը այլ բան է, պրակտիկ կիրառումը։
այստեղ է դրա խնդիրը կա թե չէ այդ պրակտիկ կիրառման, որտեվ դե հա բազե թեորիան ուրիշ, պրակտիկ կիրառումը այլ։ Այսինքն ինչ որ պրակտիկա կարողանում են անցնել տարբեր ձեռնարկություններում կամ չգիտեմ համասարանը այդ հնարավորությունը ունի կիրառելու պրակտիկ թե չէ այն։ Ճիշտ է, այս ոլորտի մասնակետը եթե չունի պրակտիկ գիտելիք, ինքը մրցունակ չի լինի։ Եվ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ պրակտիկ գիտելիքները հնարավորինս շատ լինեն։ Տարբեր ճանապարհներ ունենք դրա իրականացնելու։ Ճանապարհներից մեկը այն է, որ տարբեր կազմակերպություններ լաբորատորիաներ են բացում մեր ֆակուլտետում եւ կահավորում կամ մասնակետ տրամադրում եւ այդ շրջանակում փորձում ենք պրակտիկ գիտելիքներ փոխանցել ուսանողներին։ Այլ ճանապարհ էլ կա, որ մեր ուսանողներն են գնում համապատասխան կազմակերպություններ պրակտիկ գիտելիքներ ստանալու համար։ Եվ այդպիսիները բավական շատ են եւ վերջի տարիներին մենք յուրաքանչյուր տարի ինչ որ նոր գործընկեր ենք ձեռք բերում եւ փորձում ենք ավելի բազմազան պրակտիկ գիտելիքներ փոխանցել մեր ուսանողներին։ Դա կարծում եմ կարևորագույն գործն է, որ պիտի արվի ուսանողին պրակտիկ գիտելիք տալը։ Եվ մենք փորձում ենք դա անել։ Պարոն Հարոյան, հիմա երբ որ կա այս համացանցը, կարծես թե այդ բուհերի, չգիտեմ, այլ երկրների հետ կապը կարծես հեշտացել է։ Այդ կապերը կան թե չէ, այսինքն հետաքրքիր են զարգացած երկրներում, հա, այս մասնագիտությունը ինչպես է մատուցվում, ասենք, չգիտեմ, տարբեր է, տարբեր չի, այլ ինչպես է, դրան հետևում եք թե չէ, այ հետաքրքիր։ Իհարկե հետևում ենք եւ որպես ուղենշային ծրագիր դա մեր համար MIT-ն է, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը եւ բարբերաբար մեր ծրագրերը թարմացնելիս կամ վերանայելիս ես պարտադիր նայում եմ թե այնտեղ ինչ են անում։ Իհարկե մենք չենք կարող մրցել իրենց հետ, բնականաբար մենք չունենք ոչ այն ֆինանսական ռեսուրսը եւ այն գիտական ներուժը, որը կարող է ներգրավել, բայց գոնե այդ նոր միտումները, նոր առարկաների ներդրումը մենք մեր չափով փորձում ենք հետևել եւ հասկանալ թե ինչ տենդենսներ կա, չգիտեմ, օրինակ արհեստական բանականությունը հեռահաղորդակցությունում, այդպիսի տենդենսը ինչպիսին է, նոր առարկա ենք մտցնում եւ փորձում ենք ժամանակակից առարկաներով համալրել, վերափոխել, որպեսզի համահունչ գնանք աշխարհին։ Եկանք արհեստական բանականության նորից։ Դրանից խուսափել չի լինում։ Այստեղ կիրառում են, հա, դե հիմա ամեն տեղ են, չգիտեմ, կիրառում ինչ որ առումով, բայց այստեղ էլ երևի կիրառվի։ Կիրառում են, շատ սերտ են կիրառում, շատ են կիրառում։ Եվ վտանգ չկա, որ այս մասնագիտությունը կվերանա։ Տեսեք, այստեղ դե կա, վտանգ միշտ կա։ Ես մասնագիտություն է մնալու, դրա համար է։ Վտանգ միշտ կա։ Մեր դեպքում ես օրինակ մեր դեպքում այդքան մեծ վտանգ չեմ տեսնում, ինչու որովհետև մեր մասնակիցներն, ինչպես ասացի, այդ hard կամ այդ սարքող մասնակիցներն են, դերևս արհեստական բանականությունը չի հասել մակարդակի, որ ինքը իր համար ինչ որ սարքեր սարքի։ Հա, դեռ այդ ռոբոտներ չունի։ Ռոբոտներ դեռ չունի, բայց կարծում եմ դա էլ կունենա։ Դե ունենում է կամաց, բայց հա, եւ այդ առումով գուցե այս մասնակցությունը դերևս այդքան էլ վտանգված չի այդ տեսանկյունից։ Բայց նախ արհեստական բանականության հետ աշխատել է պետք, երևի դա էլ պիտի սովորել ինչպես հարցնել, ինչպես պատվիրել էլի այդ ամենը, որովհետև դա էլ պիտի մարդը իմանա, որ պատվիրի, չէ, եթե չիմանաս ինչ ես պատվիրում։ Դա գրագիտության պես մի բան է, որ պետք է, այո, դա պետք է։ Այո, եւ այդ արհեստական բանականությունից օգտվել պետք է գրագետ։ Գրագետ օգտվել։ Եվ այդ գրագետը արդեն պիտի լինի մասնագետ, ուզած պիտի լինի մասնագետ։ Այո, որովհետև կա վտանգ, որ ինքը կտա սխալ պատասխան, կա վտանգ, որ ինքը կտա թերի պատասխան, եւ եթե դու կորորեն հետևես իր ցուցումներին, կարող է հասնես շատ ավելի վատ դիրքում, քան դու կաս հիմա։ Եվ այդ նույն օպտիմիզացիայի խնդիրներ տալուց եւ նույն խնդիրը ձևակերպելուց պետք է շատ զգույշ լինել եւ հստակ ձևակերպում տալ։ Որովհետև ըստ էության արհեստական բանականությունը դա տվյալների կույտ է, որտեղից ըստ քո հարցման տալիս է պատասխան։ Միքս է անում ինչ որ։ Բայց միևնույն ժամանակ մենք բոլորս այդ հարց տալով սովորեցնում ենք իրան ավելի լավ աշխատել։ Եվ եթե մենք լավ սովորեցնենք, ինքը ավելի լավ կաշխատի։ Եթե վատ սովորեցնենք, ինքը ավելի վատ բաներ կանի։ Այնպես որ այդ շատ պետք է զգույշ լինել միաժամանակ այդ հարցում։
Այո։ Անարյան, հիմա այ որ խոսեցինք Մասաչուսեթսից եւ ընդհանրապես ասենք Միացյալ Նահանգներն զարգացած երկրները, այնտեղ նեղ մասնագիտացումները շատ են եւ որովհետեւ նախ դե շուկան է մեծ, եւ այլն։ Մենք այդ հնարավորությունը այդքան չունենք։ Ես գիտեմ, ես ենթադրում եմ, որ այս բնակավարում էլ, եթե այնտեղ այս նեղ մասնագիտացումները մեզնից ավելի շատ կլինեն, բայց մենք երևի ստիպված ենք ինչ որտեղ բազմակողմանի մասնագետ պատրաստել, այդպես է թե չէ։ Այո, ճիշտ է, որովհետև մենք չունենք այն շուկան, որի համար պետք է այդ խիստ նեղ մասնագետը պատրաստել։ Մենք փորձում ենք քիչ թե շատ ունիվերսալ ինչ որ մասնագետ պատրաստենք, որը կգտնի իր համապատասխան Եվ հետո անկախ իրենից կնեղ մասնագիտանա ուզած չուզած։ Իհարկե, դա ինքնըստինքյան լինելու է, եթե դու ինքս սկսելու է աշխատել ինչ որ ոլորտում։ Բայց մենք հույս ունենք, որ այն գիտելիքը, որ մենք տվել ենք, իրեն կօգնի շատ արագ ադապտացվել այդ պահանջներին, նոր ծնվող եւ շատ արագ իրականացնել այն խնդիրները, որ իր առջև դրված են, լուծել, ձևավորել, ինչու՞ չէ նաեւ առաջադրել խնդիր, որտեղ շատ կարեւոր է նաեւ ոչ թե լուծել, այլ նաեւ ճիշտ խնդիր առաջադրելը, որպեսզի առաջընթաց լինի։ Այսինքն հետազոտել, հասկանալ ինչ չկար, ինչ կարելի անել, ինչպես անել եւ ինչ խնդիր պետք է առաջադրել եւ լուծել։ Դա էլ է շատ կարեւոր։ Դե ես ենթադրում եմ, որ իհարկե շատ լավ կլիներ, որ այդ երկրորդ կուրսից հետո, երբ որ ընտրում են այդ մասնագիտությունը, մինչև մագիստրատուրա սովորեին այդ ընդհանուրը եւ մագիստրատուրայում ավելի նեղ մասնագիտանային, բայց ենթադրում եմ, որ երևի ոչ թե նեղ են մասնագիտանում, ավելի խորությամբ են երևի տիրապետում, հա, այսպես նայենք։ Այո, իմ պատկերացմամբ մագիստրոսական ծրագիրը դա նախապատրաստական փուլ է հետազոտական աշխատանք կատարելու, այսինքն բնական է, եթե մենք ունենք 100 դիմորդ, մենք չենք ձգտում 100-ից գիտնական պատրաստել եւ պետք է չի այդպես անել։ Դրանցից 10% կամ 5% եթե գիտության մեջ իրեն տեսնել լավ է։ Եվ մենք պետք է որակյալ մասնակետ պատրաստենք, որոնք պետք է ինդուստրիան շարժեն առաջ։ Եվ բակալավրիատը հենց դրա համար է, որ որակյալ մասնակետներ լինեն, որոնք պարտադիր չէ որ գիտությամբ են զբաղվում, բայց ունեն հմտություններ, որոնցով կարող են աշխատել։ Իսկ հա մագիստրատուրան դա մեկ քայլ առաջ դեպի հետազոտական աշխատանք, ավելի խոր, դեպի ասպիրանտուրա եւ այլն, այսինքն մարդիկ, որոնք գտնում են, որ ավելի լավ են իրենց դրսևորելու հետազոտական ոլորտում, այո, մագիստրատուրա պետք է ընդունվեն, շարունակեն եւ առաջ գնան գիտության մեջ։ Իսկ գնում են գալիս են ասպիրանտուրա, մագիստրատուրա, ունենք, ունենք։ Այո, ունենք, շատ չի, բայց կարծում եմ Հայաստանի համար նորմալ է, առավել եւս որ վերջերս գիտության մեջ տեղաշարժ կա եւ ֆինանսավորման եւ հետաքրքրվածության, կարծում եմ նորմալ է, ընդունելությունն էլ շարունակող ցանկացողների քանակն էլ իհարկե լավ կլներ ավելի շատ լինեն, լավ կլներ ավելի շատ գիտահետազոտական ինստիտուտներ ունենանք, կամ ինչու՞ չէ ունենանք կազմակերպություններ, որոնք ունեն այդպիսի ենթաբաժանում կամ ստորաբաժանումներ, որտեղ մարդիկ զբաղվում են գիտությամբ։ Բայց բոլոր դեպքերում այս մասնագիտությանը չի սպառնում են, ինչ որ հատկապես մի քանի տարի առաջ այդ բնական գիտությունների գծով լուրջ խնդիր կար, նույնիսկ պետ պատվերի տեղերը չէին լրանում։ Այստեղ կարծում եմ այդ խնդիրը չկա, ենթադրում եմ, եւ դա ուրախալի է։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շատ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Երևանի պետական համալսարանի ֆիզիկական պրոցեսների մոդելավորման եւ ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ, հեռահաղորդակցություն մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների տեխնացու դոցենտ Հովհաննես Արոյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն